Այս տեսահոլովակը նվիրվում է Հովանես եղբոր հիշատակին։ Հանդարտ ու լուռ գնացիր մեր սիրելի Հովանես եղբայր, բայց սրտներումս թողեցիր անջնջելի լույս։ Քո քայլերն էին հավատքի երգ ու աղոթք, քո խոսքերը մխիթարություն և սեր։ Քեզ հիշում ենք միշտ ժպիտով։ Աշխարհից հեռացար, բայց ոչ սրտերից։ Եղբայր, դու եղար խոնարհության օրինակ, խաղաղությամբ հանգչի հոգիդ անթառամ։ Թեպետ աչքերով քեզ այլևս չենք տեսնի, բայց սրտերումս քեզ պահում ենք հավերժ։ Մեր սիրելի Հովանես եղբայր, Տիրոջ մոտ խաղաղվիր, իսկ մեզ համար մնա ապրող հիշատակ։ Հեռանում են եղբայրները, բաժանվում ենք իրարից, մեզ մնում են լոկ հուշերը, անցած դարձած օրերի, ինչ որ արեց իր հետ տարավ, ինչ արեցիր քեզ մնաց, ցավ ես տվել գուցե նրան, ավա քեզնից անդարձ գնաց, էլ չի դառնա ասես ներիր, որ քո խիղճը քեզ չմաշի, որ տարափը քո մտքերի քեզ ցավ չտա ու չտանջի, բարություն ես արել եթե, բարությունդ իր հետ տարավ, քեզ կմնա քաղցր հուշեր և հանգիստ քուն մխիթարված, գուցե դեռ լավ չես հավատում, որ գնալու հերթի մեջ ես, ինչ սերմեր ես այստեղ ցանում, որ երկնքում պիտի հնձես։ Սիրո հուշեր, յուրաքանչյուր կիրակի սեղան էր բացում սիրով։ Մեր սիրելի Հովանես եղբայրը բոլորին էր հյուրասիրում, պարզ սրտով, ժպիտով։ Համով կերակուրներ, ջերմ ձեռքով պատրաստված, եղբայրներին, քույրերին միշտ ուրախացրած։ Չէր հարցնում ով է, որտեղից է եկել։ Բոլորը նստում էին նույն սեղանի շուրջ, որպես մեկ ընտանիք։ Նրա սիրտը մեծ էր, ժպիտը պայծառ, ինչպես լույս։ Թեպետ այս պահին մեզ հետ չէ Հովանես եղբայրը մարմնով, բայց հիշողության մեջ ապրում է հավիտենապես սիրով։ Եկեք ինձ բոլոր հոգնած և բեռնավորվածներ, և ես ձեզ պիտի հանգչեցնեմ, իմ լուծը ձեր վրա առեք, և ինձնից սովորեք, որ հեզ եմ և սրտով խոնար, և ձեր անձերի համար հանգստություն պիտի գտնեք։ Մարդու կյանքը այս աշխարհում ժամանակավոր է, իսկ հավիտանականը Տիրոջ մոտ։ Թող այսօրը ձեզ հիշեցնի, որ ճշմարիտ հանգիստը գտնվում է միայն Քրիստոսի մոտ։ Եվ ինչպես գրված է. արդարը կորչում է և ուշադրություն դարձնող չկա։ Եվ բարի մարդիկը աշխարհից հեռանում են, առանց որ մեկը հասկանա, որ արդարը վերցվում է չարիքից։ Նա մտնում է հավիտենական հանգիստը։ Ուղիղ ճանապարհով գնացողները իրենց մահճի վրա հանգիստ են գտնում։ Երանի այն ննջեցյալներին, որոնք ննջում են Տիրոջ մեջ այսուհետև։ Այո, ասում է Հոգին, որ նրանք հանգչեն իրենց աշխատանքներից, որովհետև նրանց գործերը հետևում են իրենց։ Մարդի սորերը խոտի նման են, ինչպես դաշտի ծաղիկը այնպես ծաղկում է։ Երբ որ քամին անցնում է նրա վրա, նա էլ չկա, և նրա տեղը այլևս չի ճանաչում նրան։
Չեմ ասում ձեզ մնաք բարով, ասում եմ ձեզ ցտեսություն, բաժանվում ենք մի կարճ պահով, ժամս հասավ, գնում եմ տուն։